կրկես իսկ տեղը հատնելուց։ Եթե մեկը հիվանդ է ու չգիտի ինչ հիվանդ է, դες վտանգավոր է։ Գիտես ինչքան լավ է, որ երբ մարդ աչքերը բացում է, առաջի հայացքը ոչ թե Սարան իր տիրոջ նման լինի։ Աստծո խոսքը որոնք է, բայց անդոք չէ մանկուր է։ նրանց օրինակները մեզ խրատի համար է։ Բարի առավոտ էլի բարեկամներ, ողջունում ենք ձեզ մեր Տեր Հիսուսի անունով այս հրաշալի օրը, Տիրոջ պարգևած, նորից միասին ենք եւ իր խոսքի շուրջ եւ փառք Տիրոջը։ Այսօրվա մեր հյուրն է մեզ էլի ուրեմն Կարեն Պապյան եղբայրը, աստվածաբան, անցած տարի մենք իրար հետ ունեցել ենք երկու անգամ եթեր, եթե չեմ սխալվում, եւ այսօր նորից առիթ ունենք միասին լինելու։ Շնորհակալ եմ Կարեն եղբայր եկաս մեր եթերին այս առավոտ միասին պետք է լինենք եւ թեման շատ լավ, հրաշալի ասեմ հարության տոների, խաչելության հարության տոները շարունակվում են մեզ համար, դա ամեն օր է մեզ համար տոն եւ այսօր թեման Քրիստոս է մեր զատիկը։ Շնորհակալ եմ որ եկաք նախ։ Ես եմ շնորհակալ հրավերի համար, ողջունում եմ բոլորին։ Ուրախ եմ, որ նորից ընկալվել եմ։ Այո։ Իսկ կուզեի միջև երկը մի փոքր այսպես հպանցիկ նախաբան ինչ վստահ արդեն հասկանալի է թեման ինչի մասին է ձեր տեսակետը այս իմաստով ես կուզեի այսօր մի քիչ ավելի Հովհաննեսի ավետարանի խոսքի հիմքի վրա Աստծո գառը ներկայացնել թե ինչու է Հիսուսը Աստծո գառը, ինչ կարևորություն ունի այն այսօր քրիստոնյայի համար եւ ինչ գլխավոր ուղերձ կա այսօր մարդուն, որը հավատում է Քրիստոսին, բայց մենակ հավատալ դա քիչ է։ Հավատում է, բայց մենակ հավատալ հետաքրքիր բան ես ասում, վստահ կհասկանանք ինչի մասին է խոսքը, բայց այսպես ասեմ, Քրիստոսի խաչելությունը եւ հարությունը իրականում ես այդ թեման, որ վերնագիրը ասացիր, խորհուրդներից մեջ այս միտք եկա, որ ինքը հավիտենական իմաստ ունի նաեւ իր մեջ, չէ՞, որտեղ հավիտենության մեջ էլ պետք է հիշվի եւ անդադար պաշտամուն եւ փառաբանություն դի բարձրանա Տիրոջ, այնպես որ այս թեման երբեք չի կարող վերջանալ, կարելի ասել։ Շատ լավ, ուրեմն մի երկից հետո մենք կշարունակենք թեման, իսկ հիմա մեր Սելիաշոտ Մարտիրոսյան եղբոր կատարմամբ դու միակ հույսն ես Տեր, եկեք ըմբոշխնենք այս հրաշալի երգը։ Խոսքը քո լույսն
ես դու Տեր քո խոսքը սուրբ է սքանչելի է մաքուր է ու ցանկալի է դու միակ հույսն ես մեր դու միակ հույսն ես մեր ով Տեր դու միակ հույսն ես մեր չկա ոչ ոք ով Տեր քեզ մեզ ձեռքն է քո մեզ միշտ հովանի ով քո ձեռքը մեզ առաջ տանի դու միակ հույսն ես մեր դու միակ հույսն ես մեր ով Տեր դու միակ հույսն ես մեր Երանի այդպես լինի, սիրելի քույրեր, եղբայրներ, որ մեր միակ հույսը Տերը լինի եւ դա եթե ստացվի մեր կյանքում, որտեղ մեծ պայքարներ են պետք միայն դրա համար, որ միակ հույսը Տերը լինի, որտեղ մարդը ինքը սիրում է այլընտրանքային տարբերակներ եւ եթե Տերը չօգնի, ես իմ ձևեր ունեմ, այսպես, բայց Տերը դրան համաձայն չի, որտեղ ոչ մի տոկոս պակաս 100%-ից համաձայն չի Տերը 100%-ով պետք է վստահել, սովորել վստահել Տիրոջից դրա համար պետք է սովորենք եւ սովորենք ինչը նաեւ նպաստում է այս առավոտյան մեր եթերները եւ այսօր նրանք ովքեր նոր միացան նորից հիշեցնում մեր հյուրն է աստվածաբան մի րոպե կներես եղբայրս ես խնդիր ունեմ անունդ հիշելու Կարեն Պապյան Ոչինչ Ես են ինտերիցուն է, ինչ անենք, Տերը թող ինձ ողորմի Կարեն ջան, շնորհակալ եմ, որ եկար եղբայրս, Տերը օրհնի քեզ Քրիստոս մեր զատիկը, սիրով լսում ենք Այս արտահայտությունը բնականաբար Պողոս Առաքյալից է, առաջի Կորինթացիս 5-րդ գլխից, բայց որպեսզի Զատիկի թեման մեզ համար մի քիչ ավելի շատ բացվի, պետք է մի բան հիշենք, որ Պողոս Առաքյալ ասում է, այն ամենը ինչ որ գրվել է, մեզ օրինակի համար է գրվել։ Որպեսզի լավ պատկերացնենք Քրիստոսը մեզ համար ինչ է արել, շատ տեղեկություն չկա Գործք Առաքելոցում, որ մարդիկ Զատիկը ընդունեցին, ինչ ապրումներ ունեցան, այդքան մենք չունենք։ Միակ գիրքը Խաչից հետո Խաչից հետո շատ քիչ է տեղեկությունները քիչ են խառն են թղթեր ունենք հա այդ թղթերում քիչ տեղեկություն գիտենք որ Կորինթոսում ինչ որ մի ուրիշ խնդիր կար Դարձնենք Եփեսացի եկեղեցում ուրիշ խնդիր բայց այդ իրավիճակը շատ հետաքրքիր լավ մեզ ներկայացնում է Ելից գիրքը Ես ինչ եմ ասում Զատիկ խոսքը Զատիկի վերաբերյալ Զատիկ Քրիստոսը որ Զատիկ է մենք չենք մոռանում չէ որ երբ որ Հովանես Մկրտիչը Հիսուսին տեսավ ասավ ահա Աստծո գառը ուրիշ բան չասեց մենք գիտենք որ միայն Հովանեսն այդպես արտահայտում Աստծո գառը երբ որ մենք
ինքներս մեր հետ անկեղծ ենք լինում ու փորձում ենք գտնել էլ որտեղ կա ավետարաններում բացի Հովհաննեսից, հա, մենք ավետարաններում չենք տեսնում ոչ Մատթեոսը, ոչ Մարկոսը, ոչ Ղուկասը չի օգտագործում այսպիսի տերմինոլոգիա։ Ահա Աստծո գառը։ Իսկ Հովհաննեսը օգտագործում է Հովհաննեսի ավետարանի կառուցվածքը այնպիսին է, որ ինքը մարդկանց տանում է դեպի ակունքներ։ Հենց ինքն է սկզբից այդ ձևա, չէ՞, սկզբում բաներ։ Այսինքն մենք ակունքներ գնալով գիտենք, որ Քրիստոսը նա այն էակն է, որը աշխարհի սկզբից հետո մորթվել է։ Համապատասխան խոսք ունենք առաջի Պետրոս առաջի գլուխ 19 համարից, այլ Քրիստոսի պատվական արյունով, ինչպես մի ամբից եւ անարատ գառի, որ առաջուց ճանաչված էր աշխարհի սկզբից առաջ, բայց ժամանակների վերջում երևացավ մեզ համար։ Այսինքն գառի գաղափարը, որպես մեզ համար մորթված, աշխարհի սկզբից հետ է, Սկզբից արդեն որոշված ծրագիր է, բայց պատմականորեն ինքը խաչվեց, բոլորս դա ընդունում ենք, բայց այն ինչը որ ես ուզում եմ բարձրաձայնել, որ հա մենք ընդունում ենք, որ բոլորս էլ որ խաչվել է, բոլորս էլ ընդունում ենք, որ Հիսուսը հարություն է առել, բայց այդ հարություն առնելը, խաչվելը դրա հետ կապված մենակ չեմ ուզում կանգ առնենք, իրավիճակը, որ մարդու կյանքում տեղի ունենում, հա հետո մարդը հա մեկ ինձ ասեց Քրիստոս հայրավի մեռելուց, ասում քեզ ինչ անապաշխար է, էլի։ Հա, հարություն առել, բայց քեզ ինչ։ Ունես լավ ավետարան չստացվեց։ Հասկանում ես, չի ասած, այսինքն հավատում ես։ Հա, հավատում ես, հա հետո։ Հա, նույնիսկ եթե դու հավատացել ես, հա հետո։ Որպես պատմական փաստ, այդ իմաստով հավատալ։ Եվ նույնիսկ ոչ միայն պատմական փաստ, նույնիսկ կատարել ես, հավատացել ես։ Հիմա դրա համար ես այդպիսի մի հետաքրքիր ճամփորդություն եմ ուզում ենք ունենանք, որ Հովհաննեսը երբ որ մկրտիչ է, ասում է, ահա Աստծո գառը մի կարևոր գաղափար է տալիս բոլոր ազգին, հա, հրեաներին մի բան է հիշեցնում, որ դուք զատիկի կարիք ունեք։ Այսինքն նա գիտեր հրեաները հասկանում են ինչու գառը եւ որ հա մի բառից իրենք հասկանում են։ Եսայա 53-րդ գլուխը լավ գիտեին։ Երբ որ գառ բառը ասում են Աստծո գառը, իրենց գլխի մեջ միանգամից գնում է Եսայա 53 եւ Ելից 12 բոլորի միտքը դա է։ Եվ ամենակարևորը ինչ են հասկանում։ Հասկանում են, որ իրենք ամբողջ ազգովի ապաշխարության կարիք ունեն։ Ինչու՞։ Որտեղ զատիկ է։ Իսկ զատիկը երբ են անում։ Երբ են արել։ Եգիպտոսում։ Այսինքն ամբողջ ազգին Հովհաննեսը դատապարտման տակ դրավ, ասա դուք բոլորդ պետք է ապաշխարեք։ Դուք բոլորդ դեպի Եգիպտոս եք վերադարձել, հիմա պետք է նորից դուրս գաք։ Եվ այդ process-ը, որ իրենք գտնվել են Եգիպտոսում, հենց այդ գաղափարն է տալիս, ահա Աստծո գառը իրանց գլխի մեջ իրենք որտեղ պետք է, իրենց հայրերը որտեղ են մորթել, Եգիպտոսում։ Միանգամից Եգիպտոս։ Եվ դրա համար հրեաները շատերը չգիտեն, որ վերցնենք հրեաները մկրտություն կատարում էին, մինչև Հովհաննես մկրտիչը։ Այո, կատարում էին մկրտությունը, մկրտում էին նորեկներին, հա, պրոզելիտ են ասում, կամ հունարեն պրոզելիտ, կամ եբրայերեն գիուր, այսինքն մի պրոցեդուրա էր, հա, որ այլ ազգից եթե մեկ ուզում էր դառնալ, մենք ասում ենք հեթանոս, էլի, այլ ազգից գալիս էր եւ ինքը աշակերտ էր դառնում, օրենքին ծանոթանում էր եւ ինչպես գրված է Ելից 12-րդ գլխում, մարդը եթե ուզում է զատիկ անի, պետք է ինչ անի, պատրաստվում է, հետո թլպատվում է, հետո այդ թլպատվելուց հետո մկրտվում էր, հրեաները այդպես էին անում,
ու այդ մարդը երբ որ առաջի գառի միսը ուտում էր Երուսաղեմում, գառի զատիկի միս ուտում էր, այլ ազգի, այսինքն հեթանոսը շատ անգամ մենք հասկանում ենք որպես կռապաշտ, բայց այդտեղ այլ ազգ, հա, էթնոս բառն է, այլ ազգի մարդը հենց առաջի զատիկի միսը որ կերավ, նա դառնում էր հրյա։ Եվ հիմա երբ որ Հովհաննեսը գալիս է, ասում է, ահա Աստծո գառը ամբողջ ժողովրդին, ասում է դուք հրյա չեք։ Այսինքն ամբողջ ժողովրդին ասում է հրյա չեք, ով որ ուզում է դառնա հրյա, եկեք անցեք այդ պրոցեդուրան, դե հասկանալի է, այլ նրանց պետք չի թլպատվել։ Ջրով մկրտում էր այսինքն։ Հա, դրա համար Հովհաննեսը ջրով մկրտում էր, ասում էր բոլորդ հրյա չեք։ Եվ այդ վիճակը շատ-շատերին գայթակղեցրեց, բայց Ղուկասն է դրա մասին գրում 7-րդ գլուխ 29 համար։ Բոլոր ժողովուրդն երբ որ այս լսեցին, մաքսավորները ասուն արդարացրին Հովհաննեսի մկրտությունով մկրտվելով։ Բայց փարիսեցիները օրինականները անարգեցին Աստծո խորհուրդը իրենց անձերի համար նրանից չմկրտվելը։ Այսինքն երբ որ Հովհաննեսը հայտարարում, հա, Հովհաննեսը հայտարարում ահա Աստծո գառը, եւ դա պատճառը, որ բոլորը պետք է զատիկ անեք, իսկ զատիկ դուք չեք կարող անեք, եթե հրյա չեք։ Այսինքն բոլոր ազգին ասում է դուք զատիկ ոչ մեկը չեք կարող անել, հանի դեռ դուք հրյա չեք։ Բոլորը պետք է անցնեք այդ ճանապարհը, որն է դուք թլպատված եք, ձեզ էլ պետք չի թլպատվել, դուք պետք է մկրտվեք։ Ընդհանրապես այդ ինչ որ հեղափոխական հայտարարություն է, բնականաբար, ու ժողովուրդը ոնց որ ընդունեց, հա, ժողովուրդը ընդունեց, շատերը ընդունեցին։ Պողոսը Այս կներես Հովհաննեսի մկրտությունը ինչ մկրտություն էր, հենց այդ իմաստով, որ նորից պետք է մկրտվեք, հրյա դառնաք։ Որպեսզի հրյա դառնաք։ Այսինքն բոլոր ազգին ասա դուք պետք է հրյա դառնաք, դուք հրյա չեք։ Այդպես չի գրված, որ եկեք հրյա դարձեք, բայց մկրտվելու բնույթը դրա մասին էր խոսում։ Էությունը դա է։ Ընդհանրապես երբ որ մկրտության թեմա գնում էր, հրյա ազգը լավ էր հասկանում։ Կամ թլպատության, կամ մկրտության հրյա ազգը վերցնենք Պողոսացիների 2-րդ գլխում տեսեք ինչա գրում, սիրելի բարեկամներ։ 9-րդ համարից, որտև նրանում, այսինքն Հիսուսում է բնակված աստվածությունը, ամեն լիությունը մարմնապես, որ դուք նրանով լցված եք, որ նա է ամեն իշխանության պետության գլուխ, որով դուք թլպատվեցաք անձեռագործ թլպատությունով, հետո ինչ, մարմնական մեղքերի մարմնի մեր կանալովը, Քրիստոսի թլպատությունովը, թաղվելով նրա հետ մկրտությունովը, որով հարություն էլ առակ, այսինքն այդ պրոցեդուրան թլպատվել, սրտի թլպատություն, կա ձեռագործ թլպատություն, սրտի թլպատություն։ Սրտի թլպատության խորհուրդը սա է կտրվել աշխարհիկ։ Ես հեսա դա մի քիչ հետո կբացեմ։ Եվ սրտի թլպատություն, արտաքին թլպատություն, սրտի թլպատություն պետք է միանշանակ լիներ։ Եվ հետո կար մկրտություն։ Հիմա ըստ Պողոս առաքյալի, օրինակ Հռոմեացիս 2-րդ գլխի մեջ գրում է, ասում է, բայց 27 համարը, բայց թե որ անթլպատությունը օրենքի իրավունքը պահե, չէ որ նրա անթլպատությունը թլպատություն կհամարվե։ Եվ ի բնե անթլպատությունը օրենքի կատարելովը կդատապարտե քեզ, որ գրով եւ թլպատությունով օրենքի դեմ անցավոր ես, որտեղ նա չէ հրյան, որ դրսի երևույթով է, եւ այն չէ թլպատությունը, որ մարմնի դրսի երևույթով է, այլ նա, որ ծածուկ հրյա է, սրտի թլպատությունով, հոգով եւ ոչ թե գրով։ Հիմա շատերը կասեն, այսինքն Հովհաննեսը որ եկավ առաջարկեց ջրի մկրտություն, բայց Հովհաննեսը ջրի մկրտություն բառը չի առաջարկում։ Հովհաննեսը ասում է, ահա Աստծո գառը, մոտեցել երկնքի առկայությունը։ Մի րոպե, ինչ ենք հասկանում երկնքի առկայություն։ Շատ անգամ սես վերացական։
երբ որ ժողովուրդը Եգիպտոսում էր գտնվում, Աստված եկավ ու ասավ. ես ես տանում եմ խոստացված երկիր, որտեղ կաթ ու մեղր է։ Սա նույն այն հասկացությունն է, որ Աստծո արքայությունն է։ Սա ես չեմ հորինել, օրենքի գրքում նույնիսկ գրված է, որ երբ որ մարդը ինքը Քանանի երկիր մտնի, իր ամեն օրը Աստծո հետ որ ապրի, հավասարազորա, տեսեք ինչ խոսքեր են գրված։ Երկրորդ օրինաց 11:21, որպեսզի շատանան քո բոլոր օրերը, քո որկանց օրերը, այն երկրի վրա, որ Յահվեն ձեր հայրերին երդում արավ նրանց տալու համար, իբրև երկնքի օրեր երկրի վրա։ Իսկ 10-րդ գլխում երկրորդ օրինաց 16 համարում ինչ ասում։ Ուրեմն ձեր սրտերի անթլպատությունը թլպատեցեք։ Նույն խորհուրդն է, ինչ որ Հովհաննեսն էր ասում։ Դրա մասին էր խոսքը։ Այսինքն իրանց համար դա նորություն չէր։ Ոչ մի անգամ 30 գլխում Մովսեսը առաջ է գնում ասում է, երբ որ խելքի գաս, քո Յահվե Աստվածը կթլպատե քո սիրտը։ Եվ քո որքան սիրտը։ Նպատակը որն է, որ ասար նպատակը որն է թլպատության։ Գրածը, որ բոլոր սրտով, բոլոր հոգով քո Յահվե Աստծուն սիրես։ Դե էլի կտրվում ես աշխարհիկ, այսպես ասած, համակարգից եւ միանում ես երկրային արտադրության համակարգին։ Ես ուզեցի որ ամբողջ ավին ստեղից կարդամ։ Այսինքն մենք ինչ ենք տեսնում։ Տեսնում ենք, որ Հովհաննեսը երբ որ հայտարարում է, մոտեցել Աստծո արքայությունը, կամ ասում է, ահա Աստծո գառը, բոլորին միանգամից հասկացնում է, որ դուք հրյա չեք։ Ոչ մեկը հրյա չէ։ Իսկ կարող ենք այսպես մտածել, ոչ թե հրյա չեք, այլ ասենք համակարգչի խոսքով update-ի կարիք ունեք ինչ-որ նորոգման, վերականգնման կամ շատ լավն է այդ ամեն ինչը, բայց տեսակ Պողոսի խոսքերը մի քիչ առաջ կարդացի, ասում են նա չի հրյա, որ թլպատություն ունի։ Ասում են նա հրյա չի։ Դե ոնց որ ասած ուժը կորցրեց արդեն։ Հիմա նոր ինչ-որ Այո։ Պողոս առաքյալը հենց այնպես է գաղափարը չի ասի։ Վերցնենք երկրորդ օրինացում, առաջ 5-րդ գլխի առաջի համարում կարդում ենք. Մովսեսը կանչեց բոլոր Իսրայելին, նրանց ասաց. լսիրով Իսրայել, այս կանոնները եւ այդ դատաստանները, որոնք ես այսօր ձեր ականջներին ասում եմ, սովորեցեք նրանք, զգուշությամբ գործադրեք։ Մեր Յահվե Աստվածը Քորեբի վրա մեզ հետ ուխ տարավ։ Խոսքը գնում է 40 տարի անց Մովսեսի մահանալու ժամանակն, այսինքն 40 տարի անց 12-րդ ամիսն էր համարյա։ Եվ տեսեք ինչ խոսքեր ասում, ասում է Յահվեն ուխտը մեզ հետ արավ։ Բայց մի րոպե 40 տարի անց Յահվեն ուխտը ում հետ արավ, ասում է մեր հայրերի հետ չարավ, որ այլ մեզ հետ, որ ամենքս այսօր այստեղ ողջ ենք։ Այն մահացածները բոլորը թլպատված էին Եգիպտոսից դուրս գալուց։ Ուշադրություն, մահացածները բոլորը թլպատված էին 600,000 տղամարդ, թիվը կոպիտ 600 եմ ասում, այնտեղ կարող է 603 լինի, 600,000 տղամարդը թլպատված էր, որ դուրս եկել։ Այդ թլպատված մարդիկ հրյա էին, զատիկ էին արել։ Իրենք զատիկ անելով դուրս էին եկել։ Բայց ինչ տեղի ունեցավ։ Ճանապարհին կամաց մոտենում եմ այն կարևոր ճանապարհին կորցրեց իրենց հրյա լինելը։ Կորցրեցին այդ։ Ճանապարհին կորցրեցին ու ճուզեցին ապաշխարեն։ Չապաշխարեցին 40 տարի Աստված իրենց հետ քաղաքացիությամբ ա եղել։ Ասում է ձեր կոշիկը չի մաշվել, ձեր հագուստը չի մաշվել։ Միշտ կերել եք մանանան, միշտ
խմել եք ինչ վեմից հոսող ջուր Պողոսը դա նկարագրում է այդպես ասում է առաջի Կորինթացիս 10-րդ գլուխ չեմ կամենում եղբայր որ չգիտենաք թե մեր հայրերը ամեն էլ անպիտակ էին ամենը ծովի միջով անցան եւ ամենը Մովսեսով մկրտվեցան ամպումը եւ ծովումը ամենը նույն հոգեոր կերակուրը կերան ամենը նույն հոգեոր խմելիք խմեցին որտեղ այն հոգեորը վեմիցն էին խմում որ գնում էր նրանց հետ եւ այն վեմն էր Քրիստոսը կա այսպեսի խոսք որ երբ որ մտան խոստացյալ երկիրը նոր սերունդներ հա այո ոչ թե հին սերունդից 3 հոգի են ընդհանրապես մնաց կարելի համաձայն չեմ դե այդպես չէ շատ այդպես ասում են մենք պետք է հիշենք 20 տարեկանից բարձր հա այսինքն ոչ մեկ չմտավ չէ 600,000-անոց հին սերունդը ովքեր դուրս են հիմա այդ եմ ասում խնդիրը տեսեք որն է շատ անգամ այդ պահը այդպես հայտարարում են բայց այդպես չի ես հիմա կարդամ ոչ թե ես եմ հորինել չէ գրված է ուղղակի որ այնքան ենք ասել մեզ մոտ տպավորությունն է որ հենց այդպես էլ պետք է լինի տեսնենք թվոցում ինչ է գրված թվոց 13-րդ գլուխ մի վարքյան թվոց 13-րդ գլուխ ինչ է գրված ստեղ մարդիկ հակառակվում են չեն ուզում լրտեսները գնացել էին չեն ուզում հիմա ժողովուրդը պատժվում է ինչ ասում 9 համարում միայն Յահվեի դեմ մի ապստամբեք մի վախեցեք 14 համարն է ժողովուրդը չէ որ չէ մեզ ուզում ես սպանես դու մեզ ատում ես Յահվե դու մեզ ատում ես այդ պատահական չեմ ասում գիտես չէ որ ժողովուրդը այդպես էլ մտածում էր որ համաձայն երկրորդ օրինաց առաջի գլխի խոսքերի ասում է դուք ձեր վրաններում մտածում եք որ Յահվեն ձեզ հանելա որովհետև ուզելա ձեզ սպանի հիմա ովքեր մահացան մի վարքյան չորրորդ ազգը հատուցելով Տեր ասում է կենթանի եմ ես մի վարքյան որպեսզի լավ այս համարը երկրորդ հեսուն ավելի կոնկրետ մի անգամից դրա մասին ասում է լավ այն որ ասում է մեկը չբաց է Հեսուն ավի 5-րդ գլուխ երկրորդ համար այն ժամանակ Տերը Հեսուին ասաց քեզ համար սուր դանակներ շինիր դարձիր Իսրայելի որկանցը կրկին թլպատիր Հեսուն իր համար սուր դանակներ շինեց եւ Իսրայելի որկանցը թլպատեց այս պատճառով էր որի համար Հեսուն թլպատեց Եգիպտոսից դուրս եկած բոլոր ժողովրդի արուները ամեն պատերազմող մարդիկ Եգիպտոսից դուրս գալուց հետո անապատումը ճանապարհին մեռան ովքեր պատերազմող մարդիկ պատերազմող մարդիկ հասկացա միտքը 20 տարեկանից չէ գրված է այնտեղ ուղղակի այն որ ասում է աշկերես շաղես չգտա միանգամից ամեն պատերազմող մարդիկ եւ ստեղ 40 տարի մահացան նայ 6 համարը որովհետև Իսրայելի որդիքը 40 տարի անապատում շրջեցին միջև բոլոր ազգը, այսինքն Եգիպտոսից դուրս եկած պատերազմական մարդիկ սպառվեցան, որ Տիրոջ խոսքին չէին լսել։ Այսինքն պատերազմողները չէ պետք է լրտեսները գնացել էին, հիմա պատերազմողը պետք էր մտներ։ Դասալիկ են եղել։ Չէ, բայց ճանապարհին էլ եղել պատերազմներ, չէ։ Այն հեչ շատ պատերազմներ են ճանապարհին։ Այսինքն, նայ 20 տարեկանից մինչև 60 տարեկաններ, հա? 50 թե 60, որ պատերազմող էին։ Նրանք են մահացել։ Բայց հիմա
նայ Հովանես Մկրտիչը երբ որ այդ խոսքեր ասում է, ժողովրդի գլուխը այն որ ասում է հասկանում է, որ ինչ ասում։ Այսինքն դառնում է, որ իրենք ամբողջ ժողովրդով, որ հիմա հրի ազգը թլպատված է, համարվում է չթլպատված, համարվում է այն մարդկանց կատեգորիան, որոնք դուրս են եկել Եգիպտոսից, թլպատվել է, բայց ճանապարհին մեռել են։ Այսինքն Հովանեսը որ քարոզում էր մկրտություն, նաև այդ իմաստով որ սրտի թլպատություն է պետք։ Եվ դա իրանց համար նորություն չէր, որովհետև Տերը ասել է դրա մասին։ Այսինքն ժամանակը եկել է սրտի թլպատություն։ Ես մի քիչ համաձայն չեմ։ Ինչ պահով մի քիչ համաձայն չեմ։ Մշտական է եղել սրտի թլպատությունը։ Հա, հասկացա։ Բայց հատուկ մարդկանց համար այդպես չի, հա? Չէ, ամբողջ ժողովրդին ասում։ Հա, հասկացա։ Ամբողջ ժողովրդին ասում է ամբողջ ժողովուրդ սրտի թլպատություն։ Երբ որ մարդը արտաքին թլպատություն է ունենում, դա նշան է, որ ինքը ընդունում է սրտի թլպատություն։ Հա։ Այսինքն հաջորդիվ դա է տեղի ունենում։ Այսինքն արտաքին թլպատությունը ֆորմալ բնույթ չի կրում այն ժամանակ, երբ որ կա նաև սրտի թլպատություն։ Դու դրան ես տանում։ Քրիստոս մեր զատիկը։ Այո, հասկացա։ Խնդիրը նրանում է, որ ես չեմ կոչանում է թլպատվել, հանկարծ չմտածեք։ Չէ, մենք ունենք հիմա անձեռագործ թլպատություն, սրտի թլպատություն։ Ես կարդացի, չէ, երկրորդ օրինաց 30 գլխի 6 համար։ Տերն է սրտի թլպատությունը կատարում։ Ասում է ես պետք է կատարեմ, ասում է եկեք իմ մոտ, ես կատարում եմ։ Իսկ ինչ էր սրտի թլպատությունը, ասում է քարեղեն սիրտը, Եզեկիել 20 ներողություն, Եզեկիել 36 գլխի 26 համարից։ Քարեղեն սիրտը ի՞նչ է։ Մահացած սիրտ։ Քարեղեն սիրտ նշանակում է անզգամ կարելի է նաև մահացած։ Ոչ թե անզգամ, այլ մահացած։ Քարեղեն սիրտը հանում է, դնում է մարմնեղեն սիրտ։ Մարմնեղենը ո՞րն է։ Աշխատող։ Այսինքն քարացած սիրտը մեռածա հանում է նորոգման ենթակա չի։ Հա, նորոգման ենթակա։ Նոր սիրտեմ։ Որտեղ նոր մարդեր ինք ուզում։ Խնդիրը նրանում է շատ-շատերին դա գայթակղեցնում է, ասում են, խի ժամանակ նոր մարդիկ գաղափար եղել է։ Մի րոպե, այն ժամանակ ասում է հոգևոր կերակուր էին ուտում։ Եվ խմում էին Քրիստոսներ նրանց կողքը։ Քրիստոսը միշտ նրանց հետ է եղել։ Եվ ոչ միայն Քրիստոսը։ Սիրելի հարազատներ հայց է ասեմ։ Սուրբ Գիրքը հիմա որ ասում եմ հավատալը, որ մենակ քիչ է, հենց այնպես չասեցի։ Նայեք, Իսրայելի ժողովուրդը լսավ Հովանեսից, որ ահա Աստծո գառնը։ Բոլորին ասեց, դուք գտնում եք Եգիպտոսում։ Այսինքն ձեր թլպատությունը անթլպատություն է։ Դուք անթլպատ սիրտ ունեք։ Եկեք ապաշխարեք։ Ապաշխարության պտուղ Աստված պետք է ձեր սիրտ։ Ապաշխարության պտուղ բերեք, այո, այդպիսի խոսք ասում։ Անթլպատ սիրտը չի ընդունում Աստված։ Դուք բոլորդ հիմա գտնվում եք այնտեղ։ Այսինքն կարող ենք ասել գալիս է մի բան, երբ որ արտաքին թլպատությունը դա համարում են բավարար պայման Աստծուն հաճեցնելու, ասես մի քիչ կոպիտ ասած, մոռանում են սրտի թլպատության փաստը։ Մեր օրերի մեջ էլ կա այդպիսի երևույթ, թե չէ։ Ես հիմա մի քիչ կարող է առաջին գա, չգիտեմ, խանգարեցի, բայց ես հարցս արտաքին թլպատություն հասկացողությունը, որպեսզի մենք միտքս շարունակեմ, հետո դրան կա։ Շատ դավանցի, հա։ Մեր ժամանակը արդեն մոտենում է։ Հա։ Ուրեմն նայեք, ինչն է հետաքրքիր։ Ժողովուրդը, երբ որ Եգիպտոսում կատարեց թլպատություն, ամբողջ ժողովուրդը թլպատվեց։ Հիշում եք, որ Մովսեսը իր որդիների հետ որ գնում էր Եգիպտոս,
Աստված խանգարեց, ուզեց սպանի։ Ինչի՞, որտեղ երեխաներից մեկը թլպատված չէր։ Չէ, շատերը մտածում են, ուրեմն այդքան կարևոր էր արտաքին թլպատությունը։ Արտաքին թլպատությունը չէր կարևոր, Աստծուն լսելն էր կարևոր։ Շատ ճիշտ ես։ Այո։ Երբ որ մենք ինչ որ մի բան պահում ենք, ինչ որ մի բան, ու հետո աչքն ենք ուզում մտցնենք Աստծո, ասում ենք մենք պահում ենք, դու պարտական ես, դա կլինի արտաքին թլպատություն, դա կլինի ինչ որ օրինակ մեկը մանկությունից շնություն չի արել։ Բարի վարդապետ։ Հասկացա։ Մանկություն դա նրա սիրտ անթլպատ է։ Այ հենց այդ է ամբողջ խնդիրը։ Թլպատված սաստի։ Այսինքն, երբ որ դու մի բան կատարում ես ու Աստծուն պարտավոր ես համարում, մոռանում ես մի կարևոր բան։ Աստվածը քեզ կանչողը, նախաձեռնողը դու չէիր կարող։ Եգիպտոսում գտնվող մարդկանց վիճակը, որ նկարագրում է, թույլ տվեք մի քանի բան կարդամ Եգիպտոսում գտնվող մարդկանց մասին։ Շատ շատերը մտածում են Եգիպտոսում հեշտ ու հանգիստ մարդիկ ասենց լսան ու դուրս եկան։ Այդպես չի։ 20-րդ դիմադրություն կար։ 20-րդ գլուխ Եզեկիել նկարագրում է։ Ասում է, հա, մարդիկ կային, որ հավատացել էին։ Գրում է, ասում է, ես երբ որ հայտնվեցա ձեզ Եգիպտոսում, ձեռքս բարձրացրի 5 համարը, ես Իսրայելին ընտրած օրս ձեռքս վեր բարձրացրի Հակոբի տան սերնդի համար, հայտնվեցա նրանց Եգիպտոսի երկրումը, իմ ձեռքը վեր բարձրացրի ասելով, ես եմ Տեր Աստվածը, այն օրը, որ ես ձեռքս վեր բարձրացրի նրանց համար, որ նրան հանեմ Եգիպտոսի երկրից դեպի այն երկիր, որ նրանց համար պատրաստել էի։ Խոստումա երկիր։ Սա խոստումա փրկություն էր։ Սա պետք է հասկանանք։ Այս մարդիկ տեսեք ինչ ալնում, խոստում, հավատացին խոստմանը, Յահվեն հայտնվել, ասում է խոստմանս ես Տեր եմ, իսկ դուք ուզում եք մեջը մտնեք խոստմանս, թե չի ասես մենակ հա ուզում եմ, շարունակությունը, եթե կամաց եկա, որտեղ է, և ես ասեցի, ձեզնից ամեն մեկ մարդ դեն գցի իր աչքերի գարշությունները, Եգիպտոսի կուրքերով մի պղծվեք, ես եմ Յահվեն, ձեր Սարդի թլպատության մասին է խոսում։ Հալա նայեք ինչ է կատարում։ Բայց նրանք ինչ են անում Եգիպտոսում։ Բայց նրանք ապստամբեցին ինձ դեմ։ Չուզեցին ինձ լսել։ Ամեն մարդ իր աչքերի գարշությունը դեն չգցեց։ Եգիպտոսի կուրքերը չձգեցին, ես ասեցի, թափեմ իմ սրտմտությունը նրանց վրա, որ իմ բարկությունը կատարեմ նրանց վրա, Եգիպտոսի երկրում, ես արի իմ անունի համար, որ չպղծվի այն ազգերի աչքի առաջին, որոնց մեջ են նրանք, որոնց ես հայտնվեցա նրանց աչքի առաջին, նրանց Եգիպտոսի երկրից հանելիս, և ես նրանց հանեցի։ Մի րոպե, Միևնույնը հանեց։ Այ Միևնույնը հանեց, բայց պայման դրավ։ Նիսանի 14-ին կամ Աբիբի 14-ին զատիկ եք անելու։ Զատիկ եք անելու ու բոլորդ պարտադիր պետք է թլպատված լինեք։ Բոլորը։ Այդ պրոցեդուրան պետք է բոլորը կատարած լինի։ Եթե չէին կատարում, Նիսանի 14 երեկոյան, արդեն ավարտի մոտ, եթե իրանք չէին կատարել, որտեղ 14 ավարտում էր, 15-ն էր սկսում։ Յահվեն թույլ էր տալու իր կարգով երբ որ անցներ, այդպես պատկերավոր ասեմ, իր շքախմբով, ում տանը գառան այրն չկար, առաջնեկը տան թե անասունի պետք է ոչ չացվեր։ Ով ուզում էր լիներ, հրյա ես, հրյա չես։ Այդ ժամանակ, ովքեր իրենց հրյա էին համարում, եթե
թլպատված են, բայց չեն ուզում գառնուրդ, իրենց տանը սուկա։ Ու կատարվեց այնպես, ինչպես Տերը ասավ, եւ մարդիկ սա արեցին ու դուրս եկան։ Եվ իդեպ եգիպտացիներ էլ կային, որ իրանց հետ հավատացին։ Բնական։ Զարմանալի է, չէ՞։ Սա հստակ է, որ շատերը դուրս եկան։ Բայց դուրս գալուց հետո հետաքրքիր մի հենց այդ վիճակն եմ ասում։ Հələ անապատը չենք գնում, սին անապատ չենք գնում։ Հիշենք, որ չունեին Տորան դեռ։ Հա։ Նրանք նշաններով էին առաջնորդում Տիրոջ։ Հիմա չնայած Տորան ասելով որ չունեին, իրենք բանավոր ունեին։ Ունեին, այո։ Հա, բայց գրավոր չունեին։ Այո։ Ուցե, այո։ Ճիշտ է։ Որտեղ Աբրահամի ժամանակներից կար մի վարքյան, երբ որ նրանց մեզ Հայկ Վիգուրը գրել է կարակ մի հատ համար ասեք նորից, որ տողերից կարդացի։ Եզեկելը, հա, Եզեկել 20-րդ գլուխ 5-րդ համար։ Ամբողջովին ասենք։ Հա, սիրտը տրաքում է, տողերը կարդում ես լացդ գալիս է։ Տեսեք, ինչն է հետաքրքիր։ Ժողովուրդը Եգիպտոսից դուրս է եկել, չէ, հələ չի դուրս եկել, ծովը չի անցել։ Տեսնենք ինչ է կատարվում։ Մի վարքյան կարդում եմ այս խոսքերը։ Ահա։ Առաջի օրինաց ներողություն, երկրորդ օրինաց առաջի գլուխ 27 համար։ Եվ ձեր վրաների մեջ տրտնջացիք, սա արդեն Քանանի երկիր մտնելուց առաջ եմ ասում։ Եգիպտոսից դուրս գալուց ասեցիք ինչ, Յահվեն մեզ ատելով Եգիպտոսի երկրից դուրս անեց, որ մեզ անապատում մերցնե։ Որ մեզ անապատում մերցնե։ Ես հիմա գնում եմ ելից։ Այսինքն մի տարի անց նրանք արդեն զատիկը արել են, գտնվում են Եգիպտոսից դուրս, Սինասարում, թլպատվել են, թլպատված են վաղուց։ Աստծո ձեռք իրանց հետ է, իրենք հոգևոր կերակուր ուտում են, խմելիքը խմում են, ամեն ինչը տեղը տեղին, բայց լուրջ խնդիր կա, նրանք ասում են կապված են սրտով Եգիպտոսին, չեն հավատում, մտածում են Յահվեն իրեն, չէ, Յահվեին հավատում են, գիտեն որ Յահվե կա, բայց չեն հավատում որ նա սիրում է։ Այդտեղ մի հատ խոսք կա, չէ, ասում են նրանք չմոռացան իրենց այդ կացաները, սոխասախտորը, չէ, Եգիպտոսի կապված էին։ Եվ հիմա նայեք, լրիվ հասկանալի է։ Ելիս 14-րդ գլխում ծովի առաջ են գտնվում։ Նայեք, տեսեք ինչ խոսքեր եմ կարդում։ Ծովի առաջ։ Իմանում եմ փարավոնը գալիս է։ Ժողովուրդը տեսեք ինչ անում։ Ժողովուրդը խառնվում է ու ինչ խոսքեր ասում։ Կարդում եմ 14-րդ գլուխ Ելիս 11 համարից։ Եվ ասացի Մովսեսին, միթե Եգիպտոսում գերեզմաներ չկային, որ մեզ բերիր անապատի մեջ մեռնելու։ Սա ինչ է որ մեզ արիր, մեզ Եգիպտոսից հանեցիր։ Մի րոպե։ Զատիկ չեք արել, հրաշքները չեք տեսել, 10 հրաշք եք չեք տեսել։ Հրաշքը ներողություն, հրաշք չէ, նշան։ Նշաններ, ավելի ճիշտ նշաններ, նշաններ չեք տեսել։ Աստված ձեզ չի հայտնվել։ Ձեր զավակները ողջ չեն մնացել, ուրիշի զավակները չեն մահացել։ Մի րոպե, ձեր զավակները ողջ են մնացել։ Եվ դուք ուզում եք նորից վերադառնալ այնտեղ մեռնելու։ Բայց ինչի եք ուզում ձեր զավակները ողջ մնար։ Աբսուրդ է։ Այսինքն հավատացել ես, որ զավակդ ողջ մնա, բայց այս պահի դրությամբ ողջ մնա։ Այսօր ողջ մնա։ Սա Պողոսյան խոսքն է։ Բայց ավելի նաև այս միտքը կա, պատրաստ են շարունակելու իրենց ծառայությունը, ճորտությունը կարելի ասել, հա? Այո։ Դա ավելի նախընտրեցին, քան ազատությունը, եւ ազատությունը գին է պահանջում։ Շատ։ Պողոսը մի այդպիսի խոսք ասում։ Ասում է
եթե մարդը ուրեմն նրանք էլ որ Քրիստոսում ընջեցին Կորան միայն առաջ Կորինթաց 15-ից եմ կարդում 15-19 եւ միայն եթե միայն այս կյանքում ունեք հույս Քրիստոսի վրա ամեն մարկանցից ավելի ողորմելի եք հիմա այդ մարդիկ հույս չգիտեին որ Յահվեն իրանք այնպես արան որ իրենց առաջնեկները չմեռան բայց պատրաստ են իրանք անուններ քսեցին հավատացին իրանք են անողը ես չեմ անողը չսպանեց իրենց առաջնեկին դուրս անեց բայց միևնույնն է եկել տեսա շրխ իրենք բոլորը դա արել են համաձայն Հուդայի 5-րդ համարի ասում է իսկ սա եմ կամենում հիշեցնել ձեզ որ արդեն այս բանը գիտեք թե Տերը ժողովրդին փրկեց Եգիպտոսի երկրից հետո չհավատացողներին կորցրեց նրանք չհավատացին հավատքով դուրս եկան հետո չհավատացին այսինքն ամեն ինչին պետք է հավատաս ես դրան եմ տանում Կարանք ասենք որ հավատքի աստիճաններ կան նա պետք է զարգանա նա պետք է հասունանա նա պետք է նոր ճանաչողության հետ մեկտեղ մեր հավատքը ավելի պետք է մեծանա նաև այդ իմաստով էլի պատկերացրեք այո հավատքի աստիճանը չգիտեմ ոնց է նկարագրում բայց հավատքի աստիճանը ինձ համար դա է այն ինչ որ Աստված բացում է ես ասում եմ ամեն ու կատարում եմ եթե անգամ չես էլ հասկանում այո դու համաձայն ես նրա հետ անխոս եւ դա նշանակում հավատքը բայց մի հատ բան կա որ ես վստահում եմ որ ինքը ինձ չի ատում այո ինքը ինձ սիրում է ես դրա վրա եմ սիրուն կրթնել է պետք է այսինքն Քրիստոսը մեր զատիկը սա սիրո դրսևորում է ամեն ուզում եմ ցույց տալ որ ես ձեզ սիրում եմ դուք ձեր հանկարծ չմտածեք դուք ինքան լավն եք դրա համար եմ հանել չէ ես ուղղակի ձեզ սիրում եմ խելքս գնում է ինձ զավակներն եք հիմա կարդամ միթե Եգիպտոսում տեղ չկար մեռնելու սա այն խոսքը չէր որ ասում էին քեզ Եգիպտոսում ինչ էին ասում թող դուր մեզ որ եգիպտացիներին ծառայություն անենք որ ավելի լավ մեզ համար եգիպտացիներին ծառայություն անել քան թե անապատում մեռնել այս սրտի չթելպատությունը ինչ անում մի օր քաշում է Մագդիսի պես Եգիպտոս գիտեք միգուցե ինչ որ մի պահ նրանց սրտում թլպատություն է եղել վերանում է սրտի թլպատությունը եթե դու չես պահում այսինքն դա հետևողականորեն շարունակական process է մեռնում է սրտը այսինքն ինչ քո խոսքը սրանն է տան որ մենք պետք է այդ փրկությունը Քրիստոսի խաչի փրկագնություն եւ հարությունը մեր կյանքում լինի շարունակական ամեն եւ առանց ինչ մի հատ բառ կա ես այդ բառը առանցքը դա է մեզ սնուցող ուժեղացնող եւ մեր հավատքը աճեցնող այդ փաստը հա ուրեմն հավատքը Զորական որ Աստված կա դա քիչ է։ Իհարկե։ Այլ հավատալ որ Աստված քեզ սիրում է, ինչպես գրված է, որ Հովանեսն է իր թղթում 3-րդ գլխում, ներողություն 4-րդ գլխում կարդում ենք 7-րդ համարի սիրելիներ իրար սիրեք, որ սերն Աստվածանից է, ամենը որ սիրում է Աստվածանից է ծնված։ Եվ ճանաչում է ասում, նա որ չի սիրում, ասում չի ճանաչել, որտեղ Աստված սեր է։ Իսկ իրանք ինչ էին մտածում? Աստված իրանց ատում էր։ Նա որ չի սիրում, Աստծուն չի ճանաչում։ Չէ՞։ Փաստորեն այդ մենք Աստծուն սիրելը մեր ջանքերից չի։ Մեր տրամադրվածությունից չի, դա էլ ասում փոքր, որտեղ Հռոմեացիների 5-րդ գլխի մեջ խոսում է։ Այսինքն նա մատակարարում այդ սերը, որը արձագանքում է նրա սիրուն։ Շատ հետ մի քիչ բացատրի է, ինչ է։ Ոյ, ժամանակը շերիքի։ 2 րոպե։ Կարճ։ Շատ կարևոր։ Երբեմն մեզ թվում է, թե մենք պետք է այնքան ջանք թափենք, որ սիրենք Աստծուն։ Ուղղակի դու պետք է Չենք կարա, վստահ ես։ Մարդկորեն Աստծուն սիրել, դա բացառվում է։ Դու կարող ես թլպատված լինել,
Դու կարող ես զատիկի արյունը գցած դներ, ճամփի մեռնեիր։ Երբ որ սրտիդ մեջ մի պահ եկավ կասկածանք, որ Աստված չի սիրում։ Դրա համար պատահական չի, որ առաջի բանը Գլխավոր պատվիրանը սիրիր քո տես, սրանից է կախված մնացածը։ Այո։ Եթե դա կա, մնացածի մասին էլ մտածել էլ պետք չի։ Եթե երկրորդն է սրապես ասում, երկու պատվիրան կա։ Գլխավոր, դրանք են հիմնասյունը, որ դու հասկանում ես, որ մարդը Աստծուն պետք է սիրի եւ իր նմանը, որը Աստծո պատկերով է, նույնպես սիրի։ Համահավասար, ոչ ավել, ոչ պակաս։ Դու այնքանով ես սիրում դիմացինից, որքան սիրում ես Աստծուն։ Հովհաննեսը դրա համար ասում է, եթե մեկը ասում է եղբորս սիրում եմ, Աստծուն սիրում եմ, եղբորը ատեն աստղխոս է։ Որ իր տեսած եղբորը չի սիրում, ասում որ չի տեսել, ինչպես կարող է սիրել։ Ասում դու չես տեսել Աստծուն։ Որ եղբորը չես սիրում, ուրեմն դու չես տեսել։ Անը նրա։ Մի ձևեր թափի, հա, դերասանություն մի արա։ Զարմանալի։ Ուզում եմ մի հատ օրինակ բերել Կայենից։ Կայենը Աստծո հետ խոսում էր։ Նույնիսկ զոհաբերության առաջ էր կանգնած, Աստծո առաջ կանգնել էր, Աստված ասում էր, լսի, լավ բան չես բերել զոհաբերության, լավ վիճակում չես գտնվում, դու սիրտդ լավ չէր, չարիցն ես դու։ Կայենը Աստծուն լսում էր։ Վատել զգաց, որտեղ չընդունեց։ Դա էլ է նորմալ։ Հա, բալանս։ Հաջորդ բանը ինչ ենք տեսնում։ Հաջորդ բանը տեսնում ենք, եղբորը սպանում է, իսկ հետո Յահվե նորից նրա հետ խոսում է։ Շատ շատերը մեզ փափագուն են, որ Աստված իրենց հետ խոսող լինի։ Ես կուզեի, որ այդ փափագը չլիներ։ Ես կուզեի, որ ավելի լավ էր այդ փափագը չլիներ, քան ես կուզեի, որ սերը եղբոր նկատմամբ։ Հա։ Ավելի լավ է։ Փափագ լինի։ Սիրեմ եղբորս։ Շատ լավ բան ես ասում, կան։ Սիրեմ եղբորս։ Ինչքան մեծ շեշտ է դրել դրա վրա, չէ՞։ Այսինքն սիրելի բարեկամներ, Քրիստոսը մեր զատիկն է, որը ես փորձեցի հին տեղերից բերելով ներկայացնել մի նպատակ կար։ Եթե դու մտածում ես մի բան կարող ես անել, սխալվում ես։ Մարդը չի կարող իր փրկության մեջ ոչինչ անել։ Փրկում է Տերը։ Փրկվելուց հետո դու կարող ես անել։ Ավարտելու խոսքս բերեմ Հովհաննեսից, ներողություն Հովհաննեսում ասում, Պողոսից, Եփեսացի 2-րդ գլխում ենք գրում։ Եվ դուք, որ մեռած եք հանցանքներում, մեղքերում, որոնցում մի ժամանակ գնում եք այս աշխարհի սովորությունների պես, օդի իշխանության իշխանի պես, այն հոգու պես, որ հիմա ներգործում է ապստամբության որդիների մեջ։ Այդ բառը ծանոթ էր, հիշում եք։ Շատ։ Եգիպտոսում էլ ասում է, եւ նրանք ապստամբեցին։ Աստված գնացել ասում է, ես եկել եմ փրկեմ, ասում է ապստամբեցին։ Ինչի ապստամբեցին, ասեն Եգիպտոսի պատիվը լավ է։ Կուզեի հիշեցնել։ Եգիպտոսում գիտես ինչ կատեգորիայում էին նրանք գտնվում։ Ամենացածր։ Չկար այդ կատեգորիա, ստրուկ էին։ Այո։ Ստրուկ նրանց տներում եգիպտացիներն էին ապրում։ Գրված է երրորդ գլխում։ Իտելից երրորդ գլուխ վերջի համար ասում է ձեր տան բնակվող եգիպտացուց վերցրեք զարդերը։ Իրենք կամազուրկ էին։ Իրենք չկային որպես ազգ։ Նրանց օրենքի առաջ ոչնչացրել էին։ Եգիպտական օրենքը նրանց չէր պաշտպանում։ Չունես իրավազուրկ կարելի ասել է։ Այդպես լինելու աշխարհի վերջում, երբ որ քրիստոնյաներին ընդհանուր հալածանք կսկսի, իրավազուրկ են դարձնելու քրիստոնյաների։ Բայց մի բան մեզ պետք է հիշեցնի, որ մենք ում ենք հավատացել, մենք չպետք է ապստամբենք, որոնց մեջ մենք աբեքսը մի ժամանակ ման էին գալիս, մեր մարմնի ցանկություններում, մարմնի մտքի կամքը կատարելով, բնության բարկության որդիքինք, ինչպես ուրիշները, բայց Աստված, որ մեծ է ողորմությամբ, իր շատ սերի համար, որ սիրեց մեզ, երբ որ մեռած էինք հանցանքներում, մեզ կենդանի արավ Քրիստոսի հետ, շնորհքով եք փրկված,
Այսօր ինքան է հայտարարում շնորհքով փրկված ենք, բայց մտածում ենք, որ շնորհքը ինչ որ ինչպես կաթոլիկներն են ասում, մի հատ հատուկ երևույթ է, որը կարող է փրկի։ Մոռանալով, որ շնորհքի հետևը գտնվում է սիրող Աստված։ Այսինքն առարկայացրել Սիրո են օրենքը կարելի ասել չէ։ Դա ամեն ինչ ասված է։ Սիրո օրենք։ Մարդիկ ամեն ինչը այսօր շնորհքը դարձրել է նույն թլպատությունը։ Ես շնորհքով եմ փրկված։ Արի տնանք ինչ ունես։ Շնորհ կանգ առեք։ Տես ոսկե կանոնը ստեղ հիշեցի, ինչ որ կուզես մարդիկ քեզ անեն, դու այդպես արա նրանց եւ սա է օրենքը եւ մարգարեները, որի մեջ նաեւ ներառված է թլպատությունը։ Այո։ Եթե դու դա անես, դու արդեն համ թլպատված ես, համ սրտով թլպատված ես, դու օրենքը քո դեմ մեղադրանք չունի։ Հա, օրենքը ասում է Վերջ։ Ամեն ինչ չպետք է մոռանանք։ Համաձայն Պողոս Առաքյալի Հռոմեացիս 7-րդ գլխի 14 համարի կամ 12 համարի ասում է օրենքը սուրբ է, կատարյալ եւ բարի։ Օրենքը գիտենք հոգեվոր է։ այո։ Իսկ երբ որ ես լավն եմ, ամեն ինչը լավ, բայց ինչ եմ մեղքի տակ ծախված։ Եգիպտոսում ինչ էին ան։ Նրանք Մեղքի տակ ծախված ինչ է նշանակում, որ դու կամազուրկ ես, մեղքն է թագավորը։ Կամազուրկ։ Եգիպտոսում ինչ վիճակում են կամազուրկ։ Ինչ էին նրանք ձգտում կամազուրկ լինելը։ Այո։ Կապ չունի, որ բառն ես դու վերցնում, շնորհք, թլպատություն, հա, հիշեցնում եմ, ես անձեռագործ թլպատության եւ անձեռագործ գառի, անձեռագործ տաճարի, անձեռագործ սրտի օրենք գրելու կողմնակից եմ, ամեն ինչը անձեռագործ Տերն անում, եւ ինչու, որովհետեւ երբ որ Քրիստոսով մենք փրկված ենք, տեսնանք ինչ ա եղել, նրա հետ մեզ հարուցանեց, նրա հետ երկնավորներում նստեցրեց Քրիստոս Հիսուսում, այ երբ որ նստած ենք երկնավորում, նոր մենք ուրիշ կյանքում ենք։ Դες դու խոսացիր կամազրկության մասին, խոսացիր հրյաների այս հայտարարությանը, որ ավել լավ է Եգիպտոսում լինենք ստղուկ։ Կարծում ես, որ նույն հայտարարությունները այսօր էլ կան ոչ թե բերանացի, այլ վերաբերմունք։ Աս մարդու տեսակ կա, որ ինքը չի սիրում աշխատել։ Ինքնուրույնություն ձեր։ Ասում է դուք ինձ ասեք ինչ անեմ, ես դա անեմ, հա, սենց վիճը։ Այդ կյանքը լավ է։ Աշխատում ենք, գալիս ենք տուն, հացը կա, վերջ։ Հետո ինչ որ իրավունքների տեղ չեմ, դա ինձ պետք էլ չի։ Նկատում ես այս երևույթը այսօր էլ կա։ Եվ կրոնական կյանքում, Հովիվ ջան, դու ինձ ասա ինչ անեմ, ես դա անեմ։ Այնքան որ փրկությունս պաշտպանվի, մնացած հարցերի հետ գործ չունես, հա։ Կա սենց երևույթ։ Եվ սա կոչվում է Սա չի կարող համարվել սրտի թլպատություն, չի կարող, որովհետև քո ինքնությունը գտնում ես Տիրոջ մեջ։ Սրտի թլպատությունը նաև կարող ենք ասել, որ դա մարդու տեսակ է, որը իր ինքնությունը վառ անհատականություն է ձեռք բերում Տիրոջ մեջ։ Այո, շատ ճիշտ ես, անհատ է դառնում։ Ինչ գեղեցիկ կյանք է, բայց ինչ քին է վճարում դրա համար, չէ՞։ Հա, անհատականացված ենք դառնում։ Մեր գլխավոր եսը եսակենտրոնությունը չէ, եսը վերականգնվում է Քրիստոսի մեջ, ով որ իրանց ուրանա, նա կգտնի, չի ասում չի ունեն այլևս, բայց ուրիշը կգտնի իրականը, նոր մարդ, դա Աստվածը սիրտը վերա, սրտի այն նոր սրտի մասին խոսացիր, սրտի թլպատությունը, եկեք այդպես ասեմ, էլի, սա ոնց որ մենք մի քիչ անցանք ոչինչ արի մի 5 րոպե որտեղ շատ կարևոր տեղ ենք եկել սրտի թլպատությունը դա գիտես ինչա ինձ համար դա մի քայլ է որը ես չեմ կարող անել Աստված ասում է ձեր սրտերը թլպատեցեք դա չի նշանակը որ դու քո սիրտը կարող ասում է ես կանեմ դա ես պետք է անեմ դրա համար իր խոսքի միջոցով կարող ենք ասել այո ամեն իր խոսքի միջոցով իր խոսքի
ուրիշ բան չկա։ Աստված իր խոսքի եւ սրտի թլպատության գլխավոր քայլը, երբ որ ասես նայում ենք, հա, մեղքի մեջ մեռած էինք։ Մի րոպե։ Սրտի թլպատությունը ես ասացի նոր կյանք, մեղքի մեջ մեռածը նկատում ես ինչա։ Կյանքում մեռած սրտի թլպատություն, քարսիրտ, այսինքն մեռած մարդը որոշի ինքը կարա իրան հարություն տա։ Եթե կարա հարություն տա, Քրիստոսը ինչի՞ն է պետք։ Հաստատ։ Ինձ պետք չի։ Ինքնա դաստիարակությամբ զբաղվում, փորձում է դաստիարակվի, հա, ասենց ասած։ Դու լավ մարդ կարաս լինես, լավ կոմունիստ կարաս լինես։ Հա, գաղափարներ լավ Ես օրինակը բերեցի նեյտրալ կոմունիստներ հովիվիչներ անան համերը քիչ է։ ուտոպիական չէ։ Այսինքն դու կարող ես այդպեսին լինել, բայց Աստծո Կալկալված չլնել։ Այսինքն դու չես կարա քո սիրտը թլպատել։ Դու չես կարա քեզ հարություն տաս։ Հարություն տվող Աստված է։ Այո։ Սիրտը չես կարա պատվաստես։ Այդ դու անհնարին է։ Այո։ Ոնց որ դες որոշես ասում այսօր սիրտս մի քիչ լավ չի։ Օրինակ ես գալուց առաջ ճնշման տեղ եմ խմել։ Շուտով դա էլ կվերացնեմ։ Անպայման վերացում։ Բնական է։ Հիսուսի անունով։ Բայց կես եմ խմում հիմա։ Կչաստում ես դու։ Հա։ Չէ, խնդիր ունեի, պետք է այն որ ասում անցնեի, բայց մեկ էստենց որոշեմ, ասեմ, գիտես, ես սիրտս վերանորոգելու եմ։ Ինքս մի հետաքրքիր բան։ Այսօր դու ասար անզգամ, չէ։ Անզգամն ասեց իր սրտում ասված չկա։ Նաբաղ բառն է եբրայերեն։ Նաբաղ։ Նաբաղը գիտենք։ Ամուսիններ, չէ։ Ամուսիններ։ Ինչ է կնոջ անունը։ Այ Դավիթի այ անունը ես էլ մոռացա ոչ։ Բայց շատ իմաստուն կին է, ասում Նաբաղի կինը։ Հա, Նաբաղ։ Հեսա մեզ կգրեն սիրելի։ Եվ հետաքրքիր մի բան կա։ Նաբաղ բառը անզգամ մենակ չի նշանակում։ Եվ հիմար է նշանակում։ Հիմար, հա։ Նորմալ է։ Հա։ Սիրտը հիմարը, անզգամը, սիրտը կանգնած է։ Ինքը ասի, ես վերանորոգում եմ։ Ես մեռած եմ, կամ Ադամը որոշվեր ինքը ստեղծվեր։ Ադամը որոշվեր ինքը ստեղծվեր, սկի ստեղծվելուց հետո չլսավ Աստծուն, չէր կարա որոշել, որ ինքը պետք է հավերժ ապրի, եթե Տերը թույլ չտա։ Եվ դրանով էլ ավարտենք Ադամի կյանքը, որ նայում ենք, ստեղծված Ադամ, ընտիր, մաքրեմաքուր, մեզ ուղեց։ Հա, ապրեք։ Մերսի, շնորհակալ եմ։ Հաբիգի։ Պատվել եղբայրը։ Ուրեմն Ադամը կատարյալ, Աստծո պատկերով ստեղծված։ Հենց Աստծուն չլսեցին, որոշեցին ինքնուրույն գիտություն ստանալ, գիտություն ծառային, գիտություն տալու համար էր։ Որոշեցին ինքնուրույն գիտություն ստանալ, Աստծո գիտություն չլնելու պատճառով ազգերը կործանվում են, չէ՞։ Իրանք Աստծո գիտությունը չընդունեցին, Սատանայի գիտությունը։ Եվա մի փոքրիկ Աստծո պատվիրանը փոխեց, Աստված ասել էր մենակ չուտեք, ինքը ասավ չդիպչեք էլ, ավելացրեց ու մեղքը մտավ աշխարհ։ Մի պատվիրան ավելացրեց, մի պատվիրան հորինեց, մեղքը մտավ աշխարհ։ Ինչ տեղի ունեցավ հաջորդ պահին։ Սկսան իրանք իրանցից ամանչել, Աստծուց ամանչել, թաքնվել։ Չմոռանաք, որ իրենք հագուստ որ կարում են, այդ ներքևի հատվածը ծածկելու համար, իրանք իրանցից էին ամանչում։ Աշկերը բացվեց, ինչ-որ, բայց իրենք միջև այդ խնդիրը նրանում է, այդ աշկերը այդ ձև չի է։ Դա այնտեղ չի տալիս աշկերը, ասում են նրանք գլխի մեջ, Աստված բան փոխվեց, մտքի մեջ բան փոխվեց։ Աստված որ գալիս ասում է, ինչ եղավ, ասում է, ձեզ ով ներշնչեց, այնտեղ այդ բառն է եբրայերենում, ով ձեզ ներշնչեց, որ դուք մերկ եք։ Իրենց ներշնչվեց, որ մերկ են, ով ներշնչեց Սատանան։
օծի։ Կարող էին իրանց փոխել։ Չէ, ներշնչվեց, որ մերկ էին արագ։ Ինչ էին անում, պաշտպանիչ։ Հաջորդ պահին ասոց թաքնվում էին։ Ինչ էին անում, էտա մեղավոր մարդու հնարավորությունն է։ Պաշտպանվելու ձև։ Պաշտպանում են, իրանք իրարից են պաշտպանվում։ Մարդը մարդուց է պաշտպանվում, աստծուց է պաշտպանվում։ Էսա քրիստոնյա։ Այդ ձեր քրիստոնյա չպետք է լինի։ Իսկ երբ որ Աստված եկավ, այդ մարդկանց խելքի բերավ, ամենակարևոր պահավորն էր, որ խելքի բերավ, ասավ, «Օց հանկարծ չմտածես, որ նրանք մեռնելու են, թշնամություն եմ դնում ձեր մեջ»։ Ու ինչ տեղի ունեցավ։ Հաջորդ պահին նրանց կաշվե հագուստներ հագցրեց։ Այդ կաշվե հագուստը օդից չընկավ։ Ինչ որ բան մորթվեց։ Եվ այդ ինչ որ բանը հետագայում Պողոս այդպես ասում։ Գաղատացիս 2:19-ից եմ կարդում, որտեվ ես օրենքովը օրենքի մեռա, այսինքն օրենքը ասում էր մեղավոր եմ, օրենքի համար մեռա, որ ապրեմ, չասեցի չէ ես մեղավոր չեմ, որ ապրեմ Աստծուն, ես Քրիստոսի հետ խաչված եմ, ընդունեցի, որ ես մեղավոր եմ, չասեցի չէ, ես ինչ մեղավոր եմ, շատ կարևոր բան ես ասում։ Ես ինքներուն գիտես ինչ մաքրեմ, այն երիտասարդը որ ասում է, ես մանկուցս ինքներուն ինքնապաշտպանության չդիմեց։ Այսինքն սա շատ կարևոր բան է։ Մարդը բնույթի մեջ ինքնապաշտպանություն ունի։ Երեխան է որ ծնվում է, թևերը թափ է տալի։ Ինչ-որ բանից ուզում փաստորեն Աստծո առջև անդիմադրելի պետք է լինել։ Ամեն։ Իսկ երբ որ դու առանց Աստծո ես, ծածկվում ես, դիմադրողականություն ու մարդ Աստված ծածկվում են, թաքնվում են։ Ու շարունակությունը։ Եվ կենթանի եմ ոչ թե այլևս ես, այլ Քրիստոսն է կենթանի ինձանում։ Եվ ինչ որ հիմա կենթանի եմ մարմնով Աստծո որդու հավատքովն եմ կենթանի, որ ինձ սիրեց, իր անձ ինձ համար մատնեց։ Սիրո մասին է։ Այսինքն օրենքը ասում է դու մեղավոր ես, հա մեղավոր եմ, բայց իմ համար Հիսուսն է խաչվել։ Հա, ես հավատում եմ։ Ու Հիսուս ասում է գնա այլ մեղք մի գործ։ Ես նրա այո։ Հա, չեմ ասում։ Հա, խաչվել է, բայց ես ինչ ուզում եմ, չէ, էդի չի խոսում իրար հետ։ Եվ տես ինչ հետաքրքիր խոսք է, դրանով ավարտենք։ 20-րդ գլխից եմ կարդում։ 3-րդ գլուխ Գաղատացիս 26 համարից, որովհետև ամենքդ Աստծո որդիք եք Քրիստոս Հիսուսի հավատքով։ Վազզի ամենքդ որ Քրիստոսումը մկրտվեցաք, մարդիկ միշտ ջրի մկրտության են խորանում, հա, չէ։ Քրիստոսով մկրտվել, այսինքն դու ընդունել ես։ Ներծածվել նրա խոսքի մեջ։ Քրիստոսին հագացեք։ Միանշանակ։ Այն ինչպես որ Ադամին հագցրեց, այսինքն եթե դու Քրիստոսին հագած ես, դու ինքնուրույն մարդը մարդուց է ծածկվելուց, մարդը Աստծուց է թաքնվելու, պաշտպանվելու, հեռու։ Գոյության պայքարը։ Ուրեմն Քրիստոսը դրանով մեզ ազատում է, նոր մարդ է դարձնում, որ եթե Քրիստոսին ենք, ուրեմն Աբրահամի զավակ ենք, խոստումքի համեմատ ժառանգներ։ Այսքանը սիրելի բարեկամներ, զատիկը կամենում են, որ այդպես ընդունվի։ Սրտի թլպատություն։ Աստված է սիրել, որ զատիկը արել է, ոչ թե մենք ենք սիրել, որ արել է։ Ինքն է սիրել։ Եվ ես պետք է ընդունեմ, դրանից հետո ինչ անեմ, ինչ որ ասի անեմ։ Հիշեցնում եմ, սիրելի բարեկամներ, միայն ու միայն փրկված մարդն է կարողանում Աստծուն լսել եւ սիրել։ Չփրկված մարդը ինքնուրույն կպաշտպանվի Ադամի եւ այ նման ծածկոցներ կսարքի, Աստծուց կպաշտպանվի, կթաքնվի ծառերի հետ։ Հա, ու իրար կմեղադրեն։ Զգուշ եղեք։ Միայն ու միայն Քրիստոսն ճշմարիտ զատիկը ընդունելուց հետո մարդը կարողանում է Աստծո մեջ ապրել։ Այսօր շատ-շատերը ասում են. «Դու կարողանում ես 10 պատվիրանները պահել»։ Ասում եմ բնականաբար։ Ասում եմ ո՞նց։ Մարդ չի կարող պահի։ Ասում մի րոպե։ Այո, չփրկված մարդը չի կարող։ Ու հիշեցնում եմ, սիրելի բարեկամներ,
10 պատվիրանները փրկված մարդկանց է տրվել, չփրկվածներին չի տվել։ Աստծուն սիրողներին է տվել։ Հա, Եթե որ սիրես սիրի։ Աստծուն, մնացածը դուսկի դրա մասին չես մտ, չես ջղաձգվում։ հա, Ինչ որ սիրո արչև օրենք չկա։ այսքանը սիրելի բարեկամներ, շնորհակալություն հյուրընկալման Ես եմ համար։ շնորհակալ եմ, մենք էլ շնորհակալ եմ եւ շատ հրաշալի արձագանք կա մեր դիտողների, լսողների կողմից, Կանեն եղբայր, շատ շնորհակալ եմ։ Հուսով հետագայում նորից կտեսնվենք Այո, եւ նպատակներ ունեմ Սուրբ Հոգու մասին ներկայացնել։ Պենտեկոստեն, Պենտեկոստեն շուտով կլինի։ շատ հզոր մեծ այսինքն Զատիկի տոն, Հա, հետո Պենտեկոստ։ Պենտեկոստը։ Կանեն եղբայր, խնդրեմ քո աղոթքով ավարտենք եթերը, եթե կոչ ունես արա եւ աղոթքով Թույլ տվեք Տերը ձեզ հարություն տա։ Բոլորիս հարություն տա։ թույլ տվեք Տերը հարություն տա։ Միանակ հարությանը հավատալը քիչ է։ Մեր թանկագին Տեր, շնորհակալ ենք այս հնարավորության համար, ողորմիր, Տեր, օրհնիր բոլոր մարդկանց։ ամեն։ Եվ հատկապես մեր փոքրիկ հայ ժողովրդին, որը նեղությունների մեջ է։ Օգնիր, որպեսզի մենք իրար իսկապես սիրենք որպես հայ ազգ, որ ամեն օր Տեր, իրար խոշտանգելու, Փառքես Տեր, ջարդելու մասին չլինի մեր միտքը։ Իրար սիրելով, ամեն Տեր, ամեն։ իրար հիշելով, որ մենք մի ընտանիք ենք։ Եթե մի ընտանիք ենք, Տեր, պետք է իսկապես միջև վերջ իրար սիրենք։ Եվ կարևորն էլ Տեր, երկնային իմաստություն տուր, որի պակասությունը ասել ես, եթե տեսնում եք ունեք, խնդիր չունեք, խնդրեք կտրվի։ Ամեն Տեր, Ունենք Տեր, ես ունեմ Տեր։ Ամենքից տուր քո երկնային իմաստությունը։ ամեն Տեր, Որդուդ անունով Հայր, քո Սուրբ Հոգին թող ամենքիս վրա լինի։ Ամեն։ ամեն։ Որքան հասկացա գրառումներից մեր Սուսան Հարությունյան քուրը ըստ երևույթի առողջական խնդիր ունի եւ կարիք կա իր համար աղոթենք Սուսան քուրը անպայման հիմա կաղոթենք եւ Կանեն եղբայրը կվարի աղոթքը քո իրավունքով եմ ասում եւ նրանք ովքեր ունեն էլի հոգսեր եւ կարիքներ եւ առողջական խնդիր նրանց էլ կհիշենք Կանեն եղբայր աղոթենք մեր Սուսան քրոջ համար Իսկ միգուցե Ես աղոթք շատ լավ Տեր մենք քո առջև ենք մեր սիրելիների հետ մեր քուր եղբայրներով խնդրում ենք մեր Սուսան քրոջ համար Տեր դու գիտես ամեն բան եւ քո ձեռքը չի կարճացել բժշկելուց, օրհնելուց, ազատագրելուց, կանգնացնելուց Տեր դու շարունակում ես քո հոգատար հայրական Տեր ձեռքդ մեկնել եւ խնդրում ենք որ օրհնես Սուսան քրոջս բժշկես, այցելես, զորացնես, հավատքը զորացնես եւ այսօրվա խոսքը թող զորացնի իր հավատքը Տեր որպեսի քո անունը փառավորվի եւ նրանք ովքեր խնդիր ունեն, կարիքներ ունեն, նրանց ենք հիշում, թեկուզ չեն գրել, բայց ունեն Տեր դու խոսա նրանց հետ եւ քո հրաշքը ցույց տուր, քո փառքը ցույց տուր, քո հրաշքների միջոցով։ Հայր այս աղոթք արեցինք Հիսուսի անունով։ Ամեն։ Ես ներողություն եմ խնդրում, աղոթքի ժամանակ հետաքրքիր Էվրասմա միտքել եկավ, որ այս համարն էլ կարդամ։ Սիրով կանենք։ Երկրորդ Կորինթացիս առաջի գլուխ։ Հույսի մասներ թեման երկը եւ Դու միակ հույսն ես Տեր։ Այո։ Առաջի Կորինթացիս առաջի գլուխ։ Կարդում 7 համարից եւ մեր հույսը ձեզ համար հաստատ է, որովհետեւ գիտենք թե ինչպես չարչարանքներին մաստակից ենք այնպես էլ մխիթարությանը։ Վասզի չենք կամենում եղբայր, որ դուք չգիտենաք այն նեղությունը, որ Ասիայում մեզ եղավ, որ մեր կարողությունից ավելի ծանրաբեռնվեցանք, միջև որ մեր կյանքի հույսն էլ կտրել էինք։ Բայց հենց մենք ինքներս մեզ վրա մահվան վճիռ ունեինք, որպեսզի մեր անձերի վրա հույս չդնենք, այլ Աստծո վրա, որ մեռելներին հարուցանում է։ Ինչ լավ խոսքը։ Ամեն։
Դեկիկ ոնց կարող ես այս զրույցից հետո ամբողջ օրվա ընթացքում չխորել այս թեմայի շուրջ։ Տերորնի սիրելի քույրեր եղբայրներ եւ զորացնի ձեզ, թող ձեր օրը օրհնված լինի։ Սիրում ենք ձեզ շատ, մնացեք խաղաղությամբ։ Մարանաթա, Տերը շուտով գալու։ Ամեն։ Ժամանակը պիտի կրկես իր տեղը հատնելուց։ Եթե մեկը հիվանդ է ու չգիտի ինչ հիվանդ է, դա շատ վտանգավոր է։ Գիտես ինչքան լավ է, որ երբ մարդ աչքերը բացում է, առաջի հայացքը ողջերս։ Ծառան իր նման լինի։ Աստծո խոսքը խորում է, բայց անդոք չէ, մաքուր է։ Նրանց օրինակները մեզ խրատի համար եղան։